Ես հույս ունեմ, որ վերջապես քաղաքապետարանը կանդրադառնա այդ հարցին։ 3 ամիս մեր թատրոնը աշխատավարձ չի ստանում։ Ինձ հետաքրքիր է, ինչու չենք ստանում աշխատավարձ, եթե մենք օրական 2-3 ներկայացում ենք խաղում երեխաների համար, իսկ մեր դահլիճը 300 տեղանոց դահլիճ է։ Դուք պատկերացնում եք, իրանք ինչ խղճով են հաց ուտում, եթե գիտեմ, որ մենք սոված ենք։ Իսկ նշեցիք, որ 3 ամիս աշխատավարձ չեք ստացել։ Ինչ է կարել այդ ընթացքում, ինչպես եք Մեր հայթայթել։ տնօրենը չգիտեմ որտեղից է հայթայթել եւ մեզ աշխատավարձ է տվել, բայց դա կապ չունի, չէ՞։ Ոնց այդ քաղաքապետարանի տնօրինության տակ է մեր թատրոնը, ինչու մյուս թատրոնները ստանում են աշխատավարձ, մենք չենք ստանում։ Մյուս թատրոնները, որոնք նույնպես քաղաքապետարանի տնօրինության տակ են։ Այդ ոնց եղավ։ Այդ ոնց եղավ, որ մեր թատրոնը Սունդուկյանի թատրոնից հետո ստեղծված թատրոնն է, 95 տարվա թատրոնը, որևէ ուրեմն բան չունի, պատիվ չունի, բան չունի, որ իրանք մեզ հետ հարցեր են լուծում, ինչ հարց են լուծում։ Այսօր նաև արվեստի օրն է, խորհրդանշական է կարծես թե ինչու են մշտապես արվեստի ներկայացուցիչներին, այդ թվում դերասաններին նման կերպ վերաբերվում։ Հատկապես դերասաններին, եթե դուք ուշադիր լինեք, եթե դերասանները, ես գոնե դրանով եմ հիմնականում ապրում, նկարվելով։ Եթե ես այդքան չնկարվեմ, իսկ իմ տարիքում ոչ մեկը այդքան չի աշխատում, ամոթ չի, որ ես այդքան աշխատավարձ եմ ստանում, էդ էլ են խնայում, որովհետև պարզվում է, որ մեր քաղաքապետը եւ այլ մարմինները, ինչպես իրանք են արտահայտվում, պետքա չգիտեմ որտեղ գնան, ինչ անեն, ինչ են անում, եթե իմ քաղաքի մեջ թատրոնը դու չես ուշադիր չես, ուր ես գնում, ում հետ ես այնտեղ գործ անում, արի մեր թատրոն մի հատ, այ քաղաքապետ, որը նույնպես այդ թատրոնի շնորհիվ է դարձել։ Այսօր ձեր թատրոնը ինչ խնդիրներ ունի։ Այսօր մեր թատրոնը միակ խնդիրը ունի, որ աշխատավարձ չէ տալիս։ Բացի դրանից ուրիշ ոչինչ չկա։ Որովհետև մեր տնօրենը ամեն ինչ անում է, որ մնացած ամեն ինչը կարգին լինի։ Նրանք նաև 5 տարի է շարունակ ասում են քաղաքապետարանը, ամառը սկսելու ենք վերանորոգում, ամառը անցնում է, հունվարից հետո վերանորոգում, հունվարն էլ անցնում, աշնանը անպայման կսկսենք ու տենց շարունակ։ Ոչ մի բան չեն անում մեր թատրոնի համար, այդ են թատրոնն է, որ իրանց եւ իրանց երեխաներին կրթում է։